Standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Ultraviolet. Ողջույն։ Այսօր ուզում եմ խոսել մի բանաստեղծության եւ դրա պերֆորմանսի մասին։ Հեղինակը Կարեն Ղարսլյանն է, արդեն տարիներ ապրում է Ամերիկայում։ Բանաստեղծությունն էլ կոչվում է աշխատաֆոբիա։ Դա կարդացել էի տարիներ առաջ, իսկ պերֆորմանսը տեսա այս տարի, այսինքն 2024-ի հունիսի վերջին, երբ մի խումբ հայ գրողներով հրավիրվել էին Գերմանիա, Դրախտից 5 պակաս Էդենկոբեն քաղաքը։ Մի քանի բառով էլ ծրագրի մասին ասեմ, ես մասնակցել եմ բազմաթիվ գրական ծրագրերի արևմտյան աշխարհի տարբեր քաղաքներում ու պիտի ասեմ, որ այս ծրագիրն առաջինն էր, որտեղ բուն գրական գործն ու դրա թարգմանական աշխատանքներ կենտրոնում։ Հարևանների պոեզիան այդպես էր կոչվում եւ նախագծի ընթացքում 6 գերմանացի բանաստեղծ թարգմանում էին 6 հայ բանաստեղծների գործերը։ Ոչ թե մարդամիատ, այլ խառը բոլորից։ Տողացիները նախապես էին արվել պրոֆեսոր Արմենուհի Դրոստապգարյանի ձեռամբ, որ հայագիտության, դասական բանասիրության, բյուզանդագիտության, քրիստոնեական արևելքի մասնագետ է ու արդեն երկար տարիներ ապրում է Գերմանիայում մի շատ լուսավոր մարդ։ Բուն նախագծի ընթացքում, որին Հայաստանից մասնակցում էինք ես, Խաչիկ Մանուկյանը, Գոհար Գալստյանը, Արփի Ոսկանյանն ու Վահե Արսենյանն, իսկ Ամերիկայից Կարեն Ղարսլյանը, գերմանացի բանաստեղծները մեզ հետ աշխատում էին, տողացիների բանաստեղծական թարգմանությունն էին անում։ Ընդ որում ասեցի մարդա տարբեր հեղինակների նույն գործերը ստացվում էր նույն գործից տարբեր տարբերակներ։ Մեզ օգնում էին նաև Գերմանիայում ուսանած այնտեղ ապրող Հասմիկ Գալստյանը, Աննա Սարգսյանը, մի ռուս տղա Սևա անունով, կարծեմ իսկական անունը Վսևոլոդ էր, ոնց որ փոխել էր։ Եվ արդյոք օգտվելով բոլորին շնորհակալություն։ Եվ ուրեմն Կարեն Ղարսլյանի բանաստեղծությունը աշխատաֆոբիան, որը գերմաներեն թարգմանել էր Օդիլ Քենելը։ Մի քիչ էլ Օդիլի մասին պատմեմ, նրա հետ ծանոթացել, ընկերացել եմ տարիներ առաջ Բերլինում մի ուրիշ գրական ծրագրի ընթացքում։ Իսկ երկրորդ անգամ Բերլինի մի ուրիշ նախագծի ժամանակ մի ամսով միասին աշխատել ենք իմ գործերի թարգմանության վրա, միասին ներկայացնելու իմ բանաստեղծությունների ընթերցանության երեկոյին։ Օդիլը հրաշալի թարգմանչի համբավ ունի, ես այնտեղ համոզվեցի, ինքն էլ բանաստեղծ է եւ հուսամ հայերեն նրան կարդալու հնարավորություն կունենանք մի օր։ Իդեպ, իմ գործերի լավագույն կոմպլիմենտն էլ նրանից եմ ստացել հենց այս ծրագրի ընթացքում, երբ նրան հարցրին ինչու է հայերեն սովորում, պատասխանեց, որպեսզի իմ գործերը թարգմանի։ Եվ իդեպ նրա բանաստեղծություններից մեկը կոչվում է Այբուբեն, նվիրված է հայերեն գրերին։ Ուրեմն վերադառնանք աշխատաֆոբիային։ Կարենը Facebook-յան մի ստատուսում բացատրում է, թե ոնց է որոշել բանաստեղծության պերֆորմանսն անել, ուղղակի մեջ բերեմ։ 2007-ին գրված այս բանաստեղծությունը 17 տարի մնացել էր անփոփոխ մինչև 2024 թվականի մի գարնանային երեկո, երբ գնացի Մոզես Փենդլթոնի Մոմիքս թատերախմբի Ալիս ֆանտաստիկ ներկայացմանը, որի ընթացքում մտքումս Էվրիկա գոռացի։ Նոր էի աշխատաֆոբիան ուղարկել Գերմանիա հարևանների պոեզիան նախագծին։ Հենց տունասը համերգից հետո բանաստեղծության վերջում ավելացրեցի մեկ պարբերություն, էլ նամակով ուղարկեցի նոր տարբերակը ներողություններով ու Ամազոնից գնեցի այն, ինչ հակա այս ներկայացման համար։ Ես YouTube-ով նայեցի մի հատված Կարենին ներշնչած այդ խորեոգրաֆիկ ներկայացումից, շատ հետաքրքիր վիզուալ պատկերաշար էր։ Կարող եք փնտրել։ Ուրեմն նախ նայենք պերֆորմանսը, որի ընթացքում կարող եք կարդալ նաև հայերեն ենթագրերը, հայերեն անգլերեն, քանի որ հեղինակը գերմաներեն թարգմանությունն է կարդում։ Մենք երկու տարբեր տեղեր էինք ելույթ ունենում, սա Յոհաննես Գուտենբերգի համալսարանն է։ Համեցեք։ Putzt sich die Zähne, frühstückt, zu Nachrichten und Kaffee, poliert seine Schuhe und geht zur Arbeit. Spät abends kommt der Wecker nach Hause, isst zu Abend, trinkt Tee, binscht eine Serie und legt sich schlafen. Frühmorgens schrei ich ihn an, der Wecker wacht, pinkelt unter der Dusche, putzt sich die Zähne, zieht sich an, poliert seine Schuhe und hastet zur Arbeit. Ինչպես արդեն ենթագրերից հասկացաք, բանաստեղծության մեջ կա մի հետաքրքիր շրջոնք։ Մարդն ու զարթուցիչը փոխատեղվել են։ Իդեպ, այս կարգի թարսացումներ շատ կային Կարենի հին գործերում ու երբեմն դրանք իսկական գյուտեր էին, որ բանաստեղծության մեջ ոչ թե դեկորատիվ լեզվական դեր են ունենում, այլ մտային, կառուցվածքային շրջոնքներ են։
Հեղինակը իր նացիստ բանաստեղծության մեջ դա ձևակերպում է այսպես արվեստի մասին խոսելուց. Արարելու եմ մի գործ, որով կպարզվի, որ իրականում արվեստ բառը առաջացել էր մինչև արվեստ երևույթի առաջանալը, այսինքն սկզբում առաջանում է նշանակիչը, այնուհետև նշանակյալը։ Ուրիշ տեսակի թարսացումների մի քանի օրինակ էլ ցույց տամ, մեջբերումներ անեմ։ Բաղնիկը վազեց մոտս, ճագարի բույնն է իմ միջով ընկնում, հայկական եկեղեցին իր 5 գմբեթները շխշխկացնելով ճանապարհ անցավ, հասավ ինձ եւ այլն։ Եվ բանաստեղծության վերջն եմ ուզում մեջբերել, շատ հետաքրքիր ֆինալ ունի։ Ձեզ անհայտ մի ձեռք հասցեագրել ուղարկել էր այս ստեղծագործությանը ծպահանջ, ինչպես ինքներդ կարող եք վստահանալ, ձեզ ստեղծագործությունն արդեն ստացել է, կարդում է, պատասխան է գրել, Vide supra։ Այսինքն ոչ թե դուք եք ստացել այս ստեղծագործությունը, այլ ստեղծագործությունն է ստացել ձեզ ծպահանջ, ստեղծագործությունն է գտել իր ընթերցողին, կարդացել ու պատասխանել է Vide supra, որ լատիներեն նշանակում է տես վերևում, այսինքն պատասխանը հենց բանաստեղծությունն է։ Այս performance-ին դառնանք, սրա բանաստեղծության մեջ էլ Զարթուցիչն ու մարդն են փոխատեղվել, որ ավելի պարզ թարսացում է ու խոսում է այն մասին, թե ինչպես ժամանակակից աշխարհում աշխատանքի գնալու ամենօրյա պարտադրանքը կլլում, վերացնում է մարդուն, փոխակերպելով նրան աշխատող ռոբոտի, որի ողջ գործունեությունը սահմանափակվում է միայն մեխանիկական պարտադրված ու կրկնվող շարժումներով։ Schrei ich ihn an, der Bäcker erwacht, zieht sich an, öffnet die Tür und schläft rein. Jetzt kriegt er sowas von was zu hören, in hohem Bogen fliegt er zur Arbeit. Մարդը նրա գործունեությունը նվազեցվում, իջեցվում է մինչև պարզունակ մեքենայի գործողություններ, պարզունակ գործողություններ։ Ահա մեր ժամանակների կարևոր խնդիրներից մեկը։ Կարող ենք հիշել նաև Չապլինի Modern Times ֆիլմը։ Կարևոր խնդիր նաև, որով կարելի է բացատրել աշխարհի այսօրվա վիճակը, երբ մեքենայացված ռոբոտներս նվազագույն ազդեցություն իսկ չունենք մեր կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքական որոշումների կայացման գործում, քանի որ լծված ենք այդ ամենօրյա հյուծող, սպառող աշխատանքի սայլին ու գլուխներս մեր այդ պտուտակներից բարձրացնելու ժամանակ չունենք, ինչպես Չապլինի հերոսը նույն ֆիլմում։ Եվ ուրեմն Կարենի բանաստեղծության վերջում վերջապես հայտնվում է մարդը քնից վեր թռչելով, սարսափած, որ ուշացել է աշխատանքից ու պոկվում է գործի։ Wild! Aus dem Schlaf gerissen sprang ich auf. Mist! Այսինքն իր ու Զարթուցիչի նույնացումը մարդու սարսափելի երազն էր։ Մարդը երազում անգամ այդ պարտադիր աշխատանքի ստրուկն է։ Ուրեմն ինչ էր արել Կարենը բանաստեղծությունը պերֆորմանսի վերածելով, ինչպես գրել է ստատուսում, հանկարծ Էվրիկա էր արել ու բանաստեղծության վերջում ավելացրել էր մի տող Կաֆկայի կերպարանափոխությունից։ Հայտնի վեպի առաջի տողն ահա պերֆորմանսի վերջում կարդում էր Օդիլ Քենելը։ Երբ Գրեգորի Զամզան մի առավոտ արթնացավ անհանգիստ երազներից, տեսավ, որ իր անկողնում վերածվել է հսկայական միջատի։ Հիմա հասկանանք, թե ինչ իմաստ ուներ նման վերջաբանը պերֆորմանսի համար, ինչի է հեղինակը նման Էվրիկա արել։ Առաջին հայացքից դա երազից արթնացողի սարսափելի իրականության մեջ հայտնվելու վիճակի նմանությունն է ու այդքանը, դա միակ նմանությունն է, թեպետ անհամեմատելի են որպես միջատ եւ որպես մարդ արթնանալու վիճակները։ Ու այդ առաջին տպավորությունից հետո առաջանում են հարցեր. ինչու հենց Կաֆկայի վեպի տողն ընտրել, երբ այդքան շատ գործեր կան երազից արթնանալու վերած անակնկալների մասին, դա շատ տարածված հնարք է։ Ինչով է այս հղումը առաջացնում միջտեքստայնության, ինտերտեքստայնության հավանական զուգորդումները, որ կարող են գործին տալ, ասենք, ավելի լայն համատեքստ ու խորը ենթատեքստ։ Ու այստեղ հարցերը շատանում են։ Չէ՞ որ դժվար է Գրեգորի Զամզայի միջատացումը վերագրել զուտ կամ միայն այդ հյուծից աշխատանքին։ Միջատացման այս այլաբանությունը, եթե կարելի է այդպես անվանել, բազմաթիվ վերլուծությունների է արժանացել հոգեբանական, սոցիալական, քաղաքական առումներով։
Բայց գրող Վլադիմիր Նաբոկովը, որ առանձին ուսումնասիրություն ունի գործի մասին, ինքը միջատաբան էր, որպես միջատաբան, բացահայտում է, որ դա այդ վեպի միջատը ոչ թե տառական է, ինչպես տարածված է, այլ բզեզ։ Տառականն ասում, որ ավելի զզվելի լինի ելի։ Դե ամենազզվելի Արարածն է։ Փակագծում ասեմ, որ Նաբոկովի այս ուսումնասիրությունը թարգմանել է հայերեն Տաթևիկ Հովհաննիսյանը, գործը հրապարակվել է իմ խմբագրած ինքնագիր հանդեսում, կարող եք կարդալ կայքում։ Ուրեմն ահա Նաբոկովը կտրականապես դեմ էր, որ վեպի իմաստը վերծանվի խորհրդանշական կամ այլաբանական մակարդակում։ Նաև քննադատում էր հայրական բարդույթի վերլուծությունը, այդ տարածված տեսությունը, ասում էր, որ պատմության մեջ ամենադաժան մարդը ոչ թե հայրն է, այլ քույրը։ Իդեպ հասկանանք, որ կերպարանափոխություն բառը ոչ միայն Գրեգորի Զամզայի մասին է, այլև քրոջ, որ պատմության սկզբից մինչև վերջ մեծ փոփոխություն է կրում։ Եվ ուրեմն ինչու էր Նաբոկովը դեմ, որ գործը վերլուծվի այս տարբեր ասպեկտներով։ Կարող եմ ենթադրել, որպես գրող չէր ուզենա, որ այդ կատարյալ ու ինքնաբավ պատկերը մասնատվի, տրոհվի ըստ տարբեր դիտանկյունների, քանի որ գեղարվեստական պատկերը նմանա մի բազմանիստ օբյեկտի, որի տարբեր նիստերը գործում են միասնական ու ամբողջական փոխներգործությամբ ու միաժամանակ։ Ու երբ սկսում ես նիստերն առանձին մեկնաբանել, կորցնում ես դրանց համակողմանի բազմաշերտ իմաստները, որոնց միաժամանակյա ու փոխազդեցիկ պատկերի փոխարեն միանիստ դիտարկումները սղում, զեղչում են այդ բոլորեքյան ընկալումը։ Եվ այնուամենայնիվ վեպի վերլուծությունները գործում տեսնում են մարդու միայնության ու մեկուսացման, օտարման ու ինքնօտարման թեմաները, ինքնության ճգնաժամի ու եսի աստիճանական մթագնման իմաստները թեմաները, անլիարժեքության զգացումը, գոյաբանական նիհիլիզմի կամ աբսուրդի, սոցիալական կապերի ճգնաժամի, ընտանեկան ճնշումների, հասարական պարտադրանքների ու այդ ճնշումների ապամարտկայնացնող ազդեցության, անհատի ու նրանից հասարակության ակնկալիքների անհամապատասխանության, ենթագիտակցական ինքնաոչնչացման բնազդի եւ այլ իմաստներ։ Եվ ուրեմն նման գործի հետ միշտ տեքստային կապը ստեղծելու Կարենի փորձը կարծես նվազեցնում է Կաֆկայի այս բազմանիստ պատկերը, դրա ընկալումը միայն մեկ ու ոչ ամենակարևոր նիստի հետ համադրման ու այս ձգտումի արհեստական ճիքի է նմանվում։ Իսկ ինչից է առաջանում այդ ճիքը, որ հանգեցնում է նման զոռովից հղման։ Նրանից, որ Կաֆկայի գործը աշխարհի ամենահայտնի ու նշանակալից ստեղծագործություններից է ու գերմաներեն է, ու պերֆորմանսն էլ Գերմանիայում էր։ Այսինքն ստացվում է, որ այդ ողջ Էվրիկայի իրական մղումը ինչ որ շատ հայտնի ու նշանակալից բանի հպվելու ցանկությունն էր, որը նաև հյուրընկալողների սրտով էր լինելու ու իրանց շատ հասկանալի։ Դե հասկանալի է նաև նկատվելու, նշմարվելու այն ճիքը, որ ունենում են իրենց սեփական տեղն ու դերը աննշմար համարող որոշ մշակույթների ներկայացուցիչներ։ Նրանք միշտ ձգտում են թարգմանել իրենց հայտնի ու նշանակալից լեզուներով, տեղավորվել, խցկվել նրանց մեջ, որպեսզի տեսանելի լինեն։ Ու չեն հասկանում, որ գոնե ստեղծագործության առումով հետաքրքիրը այն եզակին ու բացառիկն է, որ կարելի է պեղել սեփական մշակույթի ու կենսափորձի ընդմեջեն։ Քանի որ նման եզակիությունն է ապահովում ունիվերսալը, համամարտկայինը, քանի որ բոլորն էլ հրաշալիորեն լավ ընկալում են ինչ-որ եզակի բույսի, կենդանու, հագուստի, ականջի ձևի, քայլքի ռիթմի, անորոշ սրտխփոցի, չեղած բառի, մոռացած անորսալի նոտայի իմաստները, քանի որ բոլորն ունեն իրենց այն քուչեն, որտեղ կան նման եզակի բույս, կենդանի, հագուստ, ականջի ձև, քայլքի ռիթմ, անորոշ սրտխփոց, չեղած բառ ու մոռացված անորսալի նոտա։ Հիշեցի, թե ինչպես Վահեփ Բերբերյանը Ամերիկայի իր տանը պատմում էր, թե ոնց են հոլիվուդյան պրոդյուսերները իր մի գործ վերադարձրել սցենարը ու ասել են, որ կուզենան այդ Դեյվիդների ու Ջեյների փոխարեն, պայմանական եմ ասում, չեմ հիշում իսկական անունները, տեսնել Վահեի սեփական մշակույթից, այսինքն հայկականից նշաններ ու անուններ։ Հիմա օրինակի համար ասեմ, թեպետ երևի նման բան չի կարելի անել ստեղծագործության դեպքում, բայց դե ինչի պիտի ես ապավինեմ միայն կարելիին, ես պատկերացրել եմ, ուրեմն ասեմ, թե ինչպես ես Կարենի գործը կարդալուց հիշել էի Հովհաննես Գրիգորյանի մի բանաստեղծությունը, իսկ երբ երեկոյան վերնագրով։
Ահա այդտեղ բանաստեղծության եսը, որ դուով է խոսում իր մասին, ինչպես հաճախ է լինում, ավազների վրա քայլելիս հանդիպում է ծովարսների ու պատմում է նրանց իր կյանքը ուղակի մեջ բերեմ։ Երբ պատմեցիր քո կյանքը, առավոտյան գնում ես աշխատանքի, երեկոյան վերադառնում ես տուն, քնում ես, եւ առավոտյան նորից գնում ես աշխատանքի, երեկոյան վերադառնում ես տուն, քնում ես, եւ նորից առավոտյան գնում ես աշխատանքի։ Հովանեսի այս բանաստեղծությունը գրվել է սովետական տարիներին ու եթե ահա այս բանաստեղծությանը հղվեր Կարենի գործը, կարող էր բացահայտել մի կարևոր տարբերություն, որ ուներ աշխատանքը Սովետում ու Ամերիկայում, որտեղ բնակվում է Կարենը 2005 թվականից։ Ու հենց միայն բանաստեղծությունների ռիթմերի տարբերությունը կխոսեր երկու տարբեր համակարգերում աշխատանքի մասին։ Երբ Կարենը Հայաստանում էր մինչև գնալը, նրա գործերը շատ էի հավանում, այնքան որ նրա Էքսկադրվարկյան անունով վեպը հրապարակեցի այդ ժամանակվա իմ ու Վահրամ Մարտիրոսյանի գրական հանդեսում բնագրում։ Ու երբ Էդեն Կոպենի մի հրաշալի երեկո դրախտային այգում նստած գերմանացի գրողների հետ զրուցում էինք մի բաժակ կինով, Կարենը պատմեց գերմանացուն, թե ինչպես եմ ես նախկինում իր գործերը շատ սիրել։ Ես հիշեցի, թե ոնց առաջին անգամ իմ բանաստեղծության շարքը տպվեց Գարունում, Ալեքսանդր Թոփչյանի նախաբանով։ Այն ժամանակ գրական մամուլում տպվելը շատ դժվար էր, այսօրվա պես չէր։ Ու իմն էլ հաջողվեց, քանի որ 1983 թվականի երիտասարդ գրողների սեմինարի ամփոփմանը Թոփչյանը գովել էր գործերս բեմից։ Մերուժան Տերգուլանյանը, որ այդ թվերին Գարունի խմբագիրն էր, հենց դահլիճում նստած տեղից առաջարկեց Թոփչյանին նախաբան գրել ու տալ Գարունին։ 3 տարի շարունակ գործերս չէին տպվում ու երբ գնում հարցնում էի, ասում էին կորցրել ենք Թոփչյանի նախաբանը ու մի օր էլ Թոփչյանին տեսա գրողների միության միջանցքում, ինձնից նույն պատճառը լսելով ջղայնացավ, գնաց տպեց 3 օրինակ բերեց, ասեց մեկը քեզ, մեկը Իրան, Ալեքսանդրի Իրան վերցրեց, մեկն էլ անձամբ կտանեմ Գարուն։ Ջղայնացած ասեց իրանցից տաղանդավորներին չեն ուզում տպեն։ Վաու։ Եվ այդ խոսքը եւ սեմինարներին գործերից կովքը Պետուշոկ, գրական Պետուշոկիս համար եկքաբան էր։ Հետո երբ տպվեց, շատերը զարմացել էին Թոփչյանի քննադատության վրա, որ մի տեսակ ապառնիով էր։ Իսկ նախաբանները հիմնականում միայն գովեստ են լինում, չնչին դիտողություններով կամ խորհուրդներով։ Մինչդեռ Թոփչյանը գովելուց հետո ասում էր, որ ինպես լավը սկսած ուժեղ ընդվզող, սուր աչուձախ թափահարող, ուղղակի այս բառերն էր ասում, ապստամբ շատ գրողներ հետագայում վերածվում են քաղքենի կոնֆորմիստների։ Դեռ չեղած այդ ասում էր։ Իմաստն եմ ասում, բառացի չեմ հիշում։ Ու այդ մի քանի տողը միշտ զրնգացել են իմ ականջներում, թե այդ ոնց ու ինչ կարող է պատահել ինձ հետ։ Երբեք առիթ չեղավ Թոփչյանին իրեն ասել ու հիմա 1000 տարի անց ուզում եմ շնորհակալություն հայտնել լուսահոգի Ալեքսանդր Թոփչյանին, Հայաստանի այն հրաշալի գրաքննադատին, որ մի ամբողջ սերունդի համար այդ սերունդի համար սուրը աչուձախ էր թափահարում։ Եվ ուրեմն Կարենին էլ մի բան ասեմ, որ ես ուզում եմ իրեն հիշում եմ, ուզում եմ հիշել ոչ որպես Ամերիկայի օրինավոր ու ճիշտ քաղաքացի, ինչպեսին տեսա նրան Գերմանիայում, այլ որպես սահմանախախտ գրող, որ զանցում էր հռչակագրային ճշմարտությունները ու գիտեր, որ իր բառերով ավարտեմ, իր ազատությունը չի վերջանում այնտեղ, որտեղ իմն է սկսվում։ Ես հայհոյեցի տիկնոջը, ինքն էլ ինձ հայհոյեց, իսկ ավտոբուսը լուռ լսում էր, վարորդն էլ ասեց մի հայհոյեք։ Այս տեքստը Facebook-ում դարձավ մինի սրաչի թեմա։